Մարդիկ հավաքված են յուղի բնակիչները։ Մենք այսօր ունենք գործող հանք։ Ինչ ունենք։ Մեր ժողովուրդը աշխատում։ Մենք դրան դեմ չենք ախտեր։ Ինչ կա 25 տարի է թե 40 տարի, այնքան պայմանագիր ունեք։ Ինչ ունեք, այդ աշխատացեք, մարդիկ թող աշխատեն, սաղել թող ինչ ունեն, իրանց հալալը։ Ես դա իմն եմ ասում։ Յուղացու կարծիք է։ Բայց ես նոր հարց տվեցի։ Յուղի բնակիչ եմ, իմ կարծիքն է։ Բայց ես նոր հարց տվեցի, պատասխան լսեցի։ Այնտեղ Պոչամբար է կառուցվելու նոր։ Տարիքով մարդ է, այստեղ մեր մարդը չկա։ Ասեց որ առանց դրա անհնար է։ Ես հա դստե չի ամեն դեպքում։ Ես դեմ եմ, որ այդ Պոչամբարը որպես յուղի բնակիչ կառուցվի, ես դեմ եմ, որ այդտեղ ինչ-որ մի բան ընդլայնվի, ինչ ունեք 25 տարի թող մեր ժողովուրդը աշխատի։ Իսկ որպես յուղի բնակիչ դեմ եմ այդ ամեն ինչին, ինչ ուզում է ավելանա, յուրաքանչյուր ավելացման դեմ եմ։ Մնաց հասնեք յուղի բնակիչները ստեղ են, հարցրեք թող իրանց կարծիքը ասեն։ Որպեսզի այս կարծիքն ինչի համար եմ ասում, որպեսզի վաղը ավականին, որ իր գործը պետք է անի ու ենթադրեն թե մարդիկ ոնց են մարդկանց կարծիքը իմանալով նոր իրանց քվեարկությունը անի։ Լսում եմ ժողովուրդ ջան։ Ով է ասում, եկեք ժողովուրդ։ Ասեմ, անպայման առանց քվեարկության չի եղնելու։ Քվեարկություն չենք ասում, ես հատուկ օրենքից մեկ չի նախատեսեմ, բայց օրենքը հաստատ չի արգել եմ, որ գյուղացիք հավաքվեն, մանավանդ լավ կեղնի մի օր կամ որոշ չգիտեմ, երկու Այսօր հենց այդ օրն է։ Դե ուրեմն մի փոքր միջին